Տատի ջան, այսօր ինչ օր է։ Այսօր բալես պապիկի ծննդյան օրն է։ Որոշել ենք անակնկալ անենք պապիկի։ Հիմա դուրս կգանք, կգնանք միասին կճաշենք դրսում։ Մի քիչ լավ ժամանակ կանցկացնենք ու հետ կգանք նորից մեր տուն, որպեսզի սրճենք տանը ու գնանք աշխատանքի, հասցնենք, որտեղ մենք աշխատանքի ենք այսօր։ Մեր օրը այսօր այսպիսին է սկսվում եւ կվերջանա, երբ որ հետ գանք։ Դե ինչ սիրելիներս, արդեն վերադարձանք տուն, ոնց որ մեր հայկական ձևով ասեմ, կերանք, խմեցինք, անուշարեցինք ու վերադարձանք տուն։ Այսօրվա ճաշը դրսում արեցինք։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հետևորդներիս համարյա 80%-ը միշտ դիմում են ինձ մի հարցով, ասում են Ռոզա տատիկ, մենք ուզում ենք իմանանք դու բացի ճաշ պատրաստելուց, կերակուր պատրաստելուց, էլ ինչով ես զբաղվում։ Շատ-շատերը գիտեք, որ ես աշխատում եմ, նաև։ Ու հիմա ուզում եմ ձեզ ասեմ, որ շատ է դիմում, որ ուզում են իմ կյանքին ծանոթանան, մի քիչ ներկայացնեմ, բացի կերակուր պատրաստելուց, նաև լինեք ինձ հետ, կարճ ասած, կերակուրի հետ, սիրելիներս, նաև վլոգ եմ անելու։ Արդեն ինչպես բոլորդ էլ գիտեք, իմ կարծիքով տեսնում եք, Facebook-յան ընտանիքը, Instagram-յան եւ TikTok-ն ու YouTube-ը ընտանիքը գնալով մեծանում է, նամանավանդ Facebook-ում ընտանիքը շատ է մեծացել, արդեն մեծ թիվ է, որպեսզի չձանձրանան, բոլորն էլ ուզում են դիմում են։ Ռոզա տատիկ, մի քիչ քո առօրյայից ենք ուզում տեսնենք։ Հիմա ես էլ կատարում եմ մեծամասնության ցանկությունը եւ տեղեկացնեմ ձեզ, խոստանում եմ, տեղեկացնեմ, որպեսզի իմ սիրելի հետևորդները ինձնից դժգոհ չմնան։ Սիրում եմ ձեզ, եղեք միշտ ակտիվ, միշտ առողջ, միշտ երջանիկ։ Երկու բառ գերմաներենով։ Tschüss meine Lieben, auf Wiedersehen։